գործընկերներ, քննարկում ենք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ խոսքը, ինչպես նշեցի, վերաբերում է եկամուտների հայտարարագրման համակարգին եւ մենք, ինչպես եւ խոստացել էինք, փորձում ենք պարզեցնել այս համակարգը, հաշվի առնելով արդեն փաստացի ուժի մեջ մտած ժամանակահատվածը եւ այդ ժամանակահատվածում ի հայտ եկած խնդիրներն ու վիճակագրությունը, չնայած այս մասին շատ անգամներ խոսել ենք եւ շատ տարբեր առիթներով բոլոր հարցերին գրեթե պատասխանել ենք, ամեն դեպքում համառոտ ներկայացնեմ ինչի մասին է խոսքը։ 2023 թվականին ընդունված օրենսդրության համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է լրացնեն ֆիզիկական անձինք, պետք է լրացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր։ Դա ներդրվել է փուլային եղանակով, 2024 թվականին լրացնում էին շատ քիչ թվով մարդիկ, շրջանակը մոտավորապես 20,000 հոգի էր, այս տարի նախորդ տարվա համար հայտարարագիր լրացնում են արդեն մոտավորապես 1 միլիոն անձինք, հիմնականում վարձ ու աշխատողները եւ հաջորդ տարի արդեն նախատեսվում է, որ պետք է հայտարարագիր լրացնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ռեզիդենտ հանդիսացող բոլոր ֆիզիկական անձինք։ Ինչպես գիտեք, այս ընթացքում այս համակարգի հետ կապված մի քանի փոփոխություններ արել ենք եւ մասնավորապես վերջին փոփոխությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հայտարարագիրը լրացնելու համար պետք էր ունենալ էլեկտրոնային ստորագրություն, այսինքն կամ ID card կամ eSIM եւ մեր հայրենակիցներից շատերը միանգամից այդ մեծ հոսքի պատճառով հնարավորություն չեն ունեցել ստանան այդ քարտերը եւ մենք այն ժամանակ հայտարարագրի վերջնաժամկետը երկարաձգեցինք մինչեւ նոյեմբերի 1-ը, որը նաեւ հաջորդ տարվա համար է պահպանվելու։ Այս պահի դրությամբ ունենք մի իրավիճակ, երբ վիճակագրությունը ցույց է տալիս, որ շուրջ 140,000 քաղաքացիները, որոնք կարելի ասել օրերի ճշգրտությամբ եմ ասում տվյալները հայտարարագիր են լրացրել, մեծ մասը հայտարարագրերը լրացրել է առանց որևէ բան փոփոխելու։ Այսինքն պետական եկամուտների կոմիտեն, երբ քաղաքացիների հայտարարագրերը ինքնաշխատ տարբերակով լրացնում է, քաղաքացիների մեծ մասը այդտեղ որևէ փոփոխություն չեն կատարել եւ հաստատել են ուղղակի այն տարբերակով, ինչ տարբերակով որ նախալրացված է եղել։ Եվ մի ստվար խումբ էլ մեր քաղաքացիների, մոտավորապես 20%-ը, այդտեղ ավելացրել է ընդամենը մեկ կոմպոնենտ, մեկ-երկու կոմպոնենտ, որոնք վերաբերել են հիմնականում ստացված վարկերին եւ փոխառություններին եւ ավանդներից ստացած եկամուտներին։ Հաշվի առնելով այս հանգամանքը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեր համաքաղաքացիների համար կարելի է ավելի հեշտ ու սահուն կազմակերպել այս process-ը եւ պատասխանատվության ու իմպերատիվ մեթոդների փոխարեն ավելի շատ մոտիվացիոն տարբերակներով արմատավորել այս կարևոր փոփոխությունը, մենք ուզում ենք կատարել հետեւյալ փոփոխությունները։ Առաջին, Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիները, որոնք որ հայտարարատու են ըստ օրենքի, կարող են մինչև վերջնաժամկետը չմտնել եւ չլրացնել իրենց հայտարարագրերը եւ իրենց հայտարարագրերը կհամարվեն լրացված եւ հանձնված այն ինֆորմացիայի հիման վրա, որը որ պետական եկամուտների կոմիտեին տեսանելի է։ Այսինքն, եթե քաղաքացին վստահ է, որ իր ստացած եկամուտները հենց այնքան են, ինչքանը որ պետական եկամուտների կոմիտեն լրացրել է, ենթադրենք աշխատավարձը, ինքը կարող է ոչինչ չանել եւ ըստ այդմ պետական եկամուտների կոմիտեի տվյալների հիման վրա լրացված հայտարարագիրը կհամարվի լրացված եւ հանձնված։ Ստացվում է, որ այլևս Հայաստանի Հանրապետությունում չեն լինի քաղաքացիներ, որոնք եկամուտների հայտարարագիր լրացած եւ հանձնած չեն լինի, ըստ այդմ նաեւ վերացնում ենք պատասխանատվությունը հայտարարագիր չլրացնելու համար։ Եվ երկրորդ կարևոր փոփոխությունը, որը անում ենք,
սոցիալական կրեդիտների համակարգը, այսինքն այն հնարավորությունը, որ մարդիկ կարող էին իրենց վճարած եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ կրթության եւ առողջապահության գծով կատարած ծախսերի ուղղությամբ, այդ հնարավորությունը կտրվի ամեն դեպքում այն մարդկանց, ովքեր գոնե մուտք կգործեն եւ թեկուզ առանց որևէ փոփոխության հայտարարագիրը կհանձնեն կամ կհաստատեն։ Այսինքն իմաստը հետևյալն է, որ եթե քաղաքացին որևէ բան է ուզում ստանալ պետությունից, ապա ինքը իր հերթին պետք է կատարի որոշակի գործողություններ։ Երրորդ փոփոխությունը, որ անում ենք, քանի որ հիմնական շեշտը դրվելու է նրա վրա, որ ինքնաշխատ տարբերակով պետական եկամուտների կոմիտեն ավելի լայն հասանելիություն ունենա ինֆորմացիան եւ ավելի ամբողջական լրացնի հայտարարագրերը, մենք պետական եկամուտների կոմիտեին որոշակի հասանելիություն ենք տալիս տարբեր տվյալների, բացառությամբ բանկային գաղտնիքի, բայց փոխարենը սահմանում ենք մեկ դրույթ։ Օրինակ, եթե քաղաքացին մուտք է գործում եկամուտների հայտարարման համակարգի համապատասխան հարթակ, որպեսզի ինքը ձեռքով չլրացնի, օրինակ, ավանդից ինչքան տոկոս է ստացել, կլինի համապատասխան դաշտ, որով մարդը իր համաձայնությունը կտա պետական եկամուտների կոմիտեին եւ պետական եկամուտների կոմիտեն քաղաքացու փոխարեն բանկից կստանա ավանդներից ստացած եկամուտների վերաբերյալ տվյալները եւ ավտոմատ կլրացվի։ Եվս մեկ փոփոխություն կարևոր, որը որ այս պահին նախնական նախագծում չկա, բայց պայմանավորվել ենք առաջինից երկրորդ ընթերցում, այսինքն հանձնաժողովի նիստի ընթացքում կատարել, այն է, որ ֆիքսելու ենք, որ ընտանիքի անդամների միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն։ Այս հարցը շատ էր մեր համաքաղաքացիներին մտահոգում ու հարցերը բավականին շատ էին այս առումով, չնայած եթե այս փոփոխությունը չանենք այնպես էր, որ ընտանիքի անդամների միջև փոխանցումները հիմնականում դրանք նվազեցվող եկամուտներ են, այսինքն հարկման ենթակա չէին, մենք այս դրույթով ուզում ենք ֆիքսել, որ ավելի հստակ լինի, որ ծնողի եւ երեխայի քույրերի, եղբայրների, ամուսինների միջև դրամական փոխանցումները հայտարարելու կարիք չի լինի։ Խոսքը վերաբերում է չհարկվող եկամուտներին։ Եվ նաև պայմանավորվածություն ունենք, որպեսզի հայտարարագրման առարկա չլինեն նաև ֆիզիկական անձանց կողմից ստացվող վարկերը եւ փոխառությունները, սակայն դա կանենք ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշմամբ։ Սրանք են հիմնական փոփոխությունները, հարգելի գործընկերներ, ելի ինչ որ փոփոխություններ նախատեսում են հիմնականում արդեն իրավական ու տեխնիկական բնույթի, եթե հարցեր լինեն կպատասխանենք, եթե ավելի շատ հարցեր լինեն, դրանց էլ հանձնաժողովի նիստին կպատասխանենք։ Շնորհակալություն։ Մի վերջին բան էլ ավելացնեմ, քանի որ շատ էին այս ընթացքում խոսակցությունները, որ այս փոփոխությունը արվում է այն պատճառով, որ առջևում նախընտրական տարի է, կամ շատ էին այն խոսակցությունները, որ տեսեք հարգելի քաղաքացիներ, սա մեր պայքարի արդյունքն է, կային որոշ մարդիկ, որոնք այդպես ներկայացնում են, ուզում եմ նշել, որ մենք այս մասին խոսում ենք բավական վաղուց եւ դեռևս այս տարվա սկզբին հայտարարել ենք, որ եկամուտների հայտարարման համակարգը կպարզեցվի եւ մենք համապատասխան փոփոխություններով հանդես կգանք աշնանը, այսինքն մենք կատարում ենք մեր խոստումը եւ նախագիծը թեպետ ներկայացվել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից, բայց դա կառավարության մեր գործընկերների հետ համատեղ նախաձեռնություն է եւ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆինանսների նախարարության եւ պետական եկամուտների կոմիտեի մեր գործընկերներին այս նախագիծը մշակելու եւ այստեղ հասցնելու համար։ Հիմա շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցերի համար հերթագրում։ Արթուր Խաչատրյան։ Պարոն Թունյան, հիշեցնեմ, որ երբ հարցը զեկուցվում էր, մենք իթիվս այլ հարցերի, որոնց պատճառով դեմ ենք քվեարկել,
նշվել է նաև, որ այն տվյալները, որը դուք ուզում եք, հարկայինը կարող է ստանալ։ Եվ ընդհանրապես պետք է մի հատ բծիչ կա, որ ես թույլ եմ տալիս հարկայինին դա ստուգել։ Այն ժամանակ դուք այդ փաստարկները չընդունեցիք։ Մյուսը մենք համարում ենք, որ դա զառանցանքի ժանրից է, որ եթե ես իմ կնոջը փող եմ տալիս, ենթադրենք, որովհետև իր քարտը, օրինակ, չի սպասարկվում, ասենք, Ամեքսը խանութում, դա չի կարելի դիտարկել որպես հայտագրման ենթակա եկամուտ։ Հիմա լավ է, որ ավելի լավ է ուշ քան երբեք եւ դա հիմա ընդունել եք։ Ես ուրիշ հարց եմ հիմա ուզում տամ։ Պարոն Թունյան, ենթադրենք ես չեմ մտնում կամ մտնում եմ եւ տեսնում եմ, որ կա թիվ։ Եվ այդ թիվը գրված է ինքնաշխատ։ Իմ մոտ ես մտել եմ Արջին բանկից 50,000 դրամի ավանդից տոկոս, որի 5,000 դրամը գանձվել է։ Եվ ես ենթադրենք համաձայնվել եմ դրա հետ, եւ հետո պարզվում է, որ դա սխալ է։ Ով է գրում դրա պատասխանատվությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, որովհետեւ նաեւ դուք ինձ հնարավորություն տվեցիք մի կարևոր դետալի անդրադառնալ, որի մասին մոռացա խոսքումս նշել։ Մենք քաղաքացիներին ըստ էության ազատում ենք պարտադիր կերպով եկամուտների հայտարարման համակարգը լրացնելու պարտականությունից, բայց քաղաքացիները չեն ազատվում եկամտային հաշվարկ ներկայացնելու պարտականությունից, եթե իրենք ունեն եկամուտներ, հեսա ձեր հարցին էլ կանդրադառնամ, եթե իրենք ունեն եկամուտներ, որոնք հարկման ենթակա են եւ որոնք հարկային մարմնի համար այդպես ապրիորի տեսանելի չեն եղել։ Այսինքն նշանակում է, եթե որ քաղաքացին չի լրացնում հայտարարագիրը, բայց վերջում պարզվում է, որ ինքը ունեցել է որոշակի եկամուտներ, ասենք օրինակ վարձակալությամբ տված գույք կամ մեկ այլ տեղից ստացված եկամուտ եւ չի լրացել, դրա համար համապատասխան պատասխանատվությունը շարունակում է մնալ։ Ինչպես նաեւ շարունակում է մնալ պատասխանատվությունը այն դեպքերի համար, երբ քաղաքացին եկամուտների հայտարարագրի համակարգի մեջ է հարկվող եկամուտներին վերաբերող սխալ տվյալներ լրացրել կամ ընդհանրապես բաց է թողել, այսինքն չի ներկայացել։ Ձեր ասած դեպքը, եթե վերաբերվում է օրինակ կոնկրետ բանկային ավանդից ստացված տոկոսային եկամուտներին, այդտեղ որևէ մոտիվացիա կամ հարկ թաքցնելու բան չկա։ Այսինքն կներեք, պարոն Խաչատրյան, ավարտեմ միտքս, հետո արձագանքի ժամանակ կլսեմ։ Քաղաքացու ավանդներից ստացած եկամուտը արդեն եկամտահարկով գանձված եկամուտ է, այսինքն քաղաքացին այդտեղ հարկ թաքցնելու խնդիր չունի եւ եթե սխալ է լրացնել, չեմ կարծում, որ դա հստակ որևէ պատասխանատվություն կունենա, այսինքն մարդուն կծանուցեն եւ իր սխալը ինքը կուղի, բայց եթե այդ գումարը ել եմ կրկնում հարկերի վրա որևէ ազդեցություն չի ունեցել, դա որևէ պատասխանատվություն չի ունենա։ Արձագանք։ Պարոն Թունյան, վերադառնանք 6 ամիս առաջ, ես ասում եմ ինքնաշխատ իմ դեպոզիտը արտահայտված է, արտացոլված է արդեն, դուք ասում եք բանկերն ասում են ինչ են տալիս, իրանք ագրեգատացված թիվ են տալիս, այդ ոնց եղավ, որ ձեր դեպոզիտը կար, կոնկրետ բանկի անունը հիմա չեմ ուզում տալ, այդ բանկում գրած էր թիվ, դեպոզիտից տոկոս և դրանից գանձված 10%, թիվը ֆիքսված էր, ես գնացել եմ բանկ, վերցրել եմ տեղեկանք, սենց անեմ, որ լոգոն չերևա, ուրիշ թիվա ֆիքսված, այսքան եթե ես ունկնդրելով պան ներողություն Սուքիասյանի խորհրդին ասում է ավտոմատ կամեջը չգնայի բանկից չվերցնեի շտամպով տեղեկանք, էլի լոգոն պահեմ, ես պետքա կրեի պատասխանատվություն։ Մեկ այլ բանկում իրանց ուրեմն հավելվածի մեջ կարդում եմ Ֆիզիկական անձի կողմից եկամուտների հայտարարի ներկայացումը եւ դանում արտացոլվող տեղեկատվության իսկությունը հանդիսանում է միայն այդ անձի պատասխանատվությունը, որի համար բանկին որևէ բանջ չի կարող առաջադրվել։ Այսինքն նույնիսկ ներողություն եմ խնդրում, նույնիսկ եթե շտամպով ես այս թուղթը ստանում եմ եւ եթե նույնիսկ դա եմ գրում, ելի պատասխանատվությունը մնում այն վրա։ Այս հարցը ո՞նց եք լուծելու։ Պարոն Խաչատրյան, ձեր ասածը տեսականորեն տեղի չէր կարող ունենալ, որովհետև այս պահին, եթե մարդը մտնում է հայտարարի լրացնելու,
ավանդներից ստացած եկամուտը ինքնաշխատ լրացված չի լինում։ Այդ հնարավորությունը մենք նոր ենք ուզում տանք, այսինքն չգիտեմ դուք ինչ տվյալ եք տեսել, եթե խոսքը վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարին, դա ուրիշ բան։ Եթե հիմա դուք, որ ելույթս ավարտեմ, դուք ինձ ցույց տաք, որ մտել եք ձեր եկամուտների հայտարարման համակարգ եւ ավանդներից ստացած եկամուտը ինքնաշխատ պետական եկամուտների կողմից լրացված է եղել, ուրեմն նշանակում է ես ինչ որ բան, նա շատ մեծ կարևոր բան, մինչև հիմա սխալ եմ հասկացել, բայց այդպես չի։ Իսկ եթե մենք այդ հնարավորությունը կընձեռենք օրենքով, որ արդեն ինքնաշխատ քաղաքացու համաձայնության դեպքում, մենք դրա համար ենք օրենքի մեջ փոփոխություն անում, որ դա քաղաքացու համաձայնությամբ լինի։ Եթե քաղաքացու համաձայնությամբ ինքնաշխատ կլրացվի ու թեկուզ փաստացի չեղված կլինի, բնականաբար քաղաքացին դրա համար որևէ պատասխանատվություն չպիտի կրի եւ չի կրի։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, իրոք ես էլ մի քանի օր առաջ եմ լրացրել, ավանդը լրացրած չէր։ Հա, մի տակի է, որտեղ իմ մոտ լրացված չէ։ Խաչատուր Սարգսյան։ Պարոն Թունյան, ես այսպիսի մի հարց ունեմ։ Ինքնաշխատ աշխատավարձը այն եկամուտը, որը որ երևում է, դա անպայման ինքնաշխատ ցույց կտրվի, համակարգում կլինի։ Երբ որ օգնություն է ուղարկում ծնողների իրենց երեխաներին կամ երեխաների իրենց ծնողներին, դա նույնպես ինչ-որ մի երկրում հարկված եկամուտ է համարվում, որտեղ մարդը արդեն տրանսֆեր է անում, դա նշանակում է այդպես է։ Դա ինչպես պետք է վերաբերվի այդ գումարին, պետք չէ ֆիզիկական անձը դրա մասին մտածի։ Եթե այդ համակարգ եկա որպես տրանսֆեր, արդեն կնույնականացվի այդ մարդը, դա ինչ-որ միտեղ պետք է նույնպես ինչ-որ սենյակ լինի, մարդու սենյակ, ծախսերի առումով մյուս, դա ակնհայտ կերպ է, որ այս ինչ երկրից այսքան գումար է ստացել։ Այստեղ մեր կռիվը ամբողջ որ տարիների ընթացքում պետք է, դա երբ որ արձերն ծախսեր կլինի, որը մենք չենք կարող գրանցել։ Իսկ մնացածը, որը որ ընդհանուր համակարգում է լինելու, դա ամեն ինչ բարձ երևալու է։ Եվ վերջում, եթե ուզենաս, դու ընդհանուր քո երկրի առևտրի եւ մնացածով մեկը նույնպես էլ նույնականացնելու է այդ մարդը, որտեղ ինչ առևտուր արել է, նույնպես ցանկացած մարմին կարող է տեսնել։ Խնդրում եմ այս մասի բացատրությունը տաք, թե ինչքան է ինքը հեշտանալու։ Այս իրավունքները տալուց, այս օրենքը ընդունելուց հետո շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Սուքեսյան, հարցի համար։ Տեսեք, եկամուտների հայտարարման համակարգի հիմնական նպատակը եղել է ոչ թե ֆիսկալ նպատակը, այսինքն որ այդտեղ լրացուցիչ հարկեր հայտնաբերվեն, այլ ավելի շատ քաղաքացիների ու ընտանիքների սոցիալական վիճակի մասին ու դրամական շարժերի մասին պատկերացում կազմելը։ Դրա հետ կապված կհիշեք, որ ժամանակին շատ շահարկումներ կային, որ բարեկամների ուղարկված փողերը հարկվելու են, արտերկրում աշխատող մեր քաղաքացիների կողմից իրենց ծնողներին ուղարկված գումարները հարկվելու են, հարկման մասին ընդհանրապես խոսք չկա, այսինքն եթե կատարվել է նվիրատվություն կամ ուղղակի մարդի բարեկամներին գումար է ուղարկել, հարկի թեման փակ է, այսինքն ի սկզբանե այդպես է եղել։ Հիմա ամբողջ հարցը վերաբերում է հայտարարագրել դա, թե չհայտարարագրել։ Դրա համար սկզբից նշված էր, որ բոլորը պիտի հայտարարագրվեին, հետո պետական եկամուտների կոմիտեն, այսինքն կառավարության որոշմամբ շեմ սահմանվեց 300,000 դրամ, որ մինչև 300,000 դրամ փոխանցումները դրանք հայտարարագրման ենթակա չեն։ Հիմա մենք այս փոփոխությամբ ասում ենք, որ անկախ գումարի չափից բարեկամների միջև դրամական փոխանցումները ընդհանրապես պետք չի հայտարարել, որովհետև այդտեղ որևէ ռիսկ կամ որևէ հետաքրքիր ինֆորմացիա ֆիսկալ տեսանկյունից չկա, բայց սա չի, այսինքն կարող է լինել փոխանցում, որը ամեն դեպքում հայտարարել կլինի, եթե բարեկամների միջև, բացի բարեկամական հարաբերություններից, նաև ինչ-որ գործարքային հարաբերություններ է տեղ ունեցել։ Այսինքն, եթե բարեկամը, օրինակ, ամուսինը եւ կինը իրար հետ ինչ-որ գործնական հարաբերություններ ունեն եւ ինչ-որ մեկը մյուսի մոտ է աշխատում կամ ինչ-որ ծառայություն է մատուցում, այդ տիպի փոխանցումը այդտեղ պարզ է, որ անկախ գումարի չափից հայտարարման ենթակա է։ Բայց եթե ուղղակի, չգիտեմ, ուսման վարձը տալու համար կամ հիպոթեկը փակելու համար կամ ինչ-որ ծախս կատարելու համար ընտանիքի անդամների միջև փոխանցումներ են եղել, դրանք
ընդհանրապես անկախ գումարի չափից հայտարարման պահանջից հանում ենք։ Արձագանք։ Մենք պետք է չամանչենք, ասենք, մեզ ինչա պետք մեր երկրին, մեր պետությանը, մեր ապագային։ Մեզ պետք է վիճակագրություն, որ հասկանանք մեր երկրում ինչա կատարվում, ինչ կարգի հոսքեր են գալի, այդ հոսքերը ուր են գնում, որտեղ դա պետք է մենք հասկանանք էլ տուրիզմը ինչքան է ծախսում, ինչ կարգի հատվածներում է ծախսում։ Մեկ էլ մյուսը տվերի դեմ պայքարն է, որ հանկարծ արձերն չլինի, ուղղակի տեսնենք, որտեղ չկա այդպիսի մի երկիր, որ ինքը չիմանա իր երկրում ինչ շարժ կա։ Մենք եկեք պարզ ասենք, որ մենք մարդկանց չենք անհանգստացնելու, մարդիկ եթե աշխատող, մեկ էլ հանկարծ չլինի, որ չգրանցված աշխատող լինի, ինչ-որ արձերն գումար տան։ Այս ամեն ինչը մեզ օգնելու է նորից, որ աշխատատեղերը կմեծանա, դրանք կգրանցվեն, որ ավելի շատ շրջանառություն կլինի, ավելի շատ գումար կգեներացվի, եւ այդ ամեն ինչը կտեսնենք, կհասկանանք տեսնելուց հետո ինչ կարող ենք անել, որպեսզի առավել լավացնենք։ Շնորհակալություն։ Պարոն Թունյան, հաջորդը ես հարց կտամ։ Պարոն Սուքեսյան, միանգամայն ճիշտ եք ու նախագիծը ընդունվելու ժամանակ նշվում էր, որ նպատակներից մեկը անձնավորված հաշվառման համակարգ ունենալն է, որպեսզի պետությունը ամբողջական ինֆորմացիա ունենա սեփական քաղաքացիների մասին, ոչ թե նրանց հարկային բեռով ծանրաբեռնելու համար, այլ ճիշտ սոցիալական եւ այլ քաղաքականություններ մշակելու եւ ճիշտ որոշումներ կայացնելու համար, որովհետեւ եթե մենք այսօր ուզենանք որևէ թիրախային աջակցության ծրագիր իրականացնենք, վերջում կպարզվի, որ մենք պետական բյուջեի միջոցներից աջակցություն ենք տվել այն մարդկանց, ովքեր դրա կարիքը չունեն եւ չենք տվել այն մարդկանց, ովքեր դրա կարիք ունեն։ Ես հույս ունեմ, որ այս big data-ով ու ժամանակակից տեխնոլոգիաներով այդ ամենակարևորը ձեր նշած ճիշտ ելակետային տվյալների բազա ունենալն է քաղաքացիների իհարկե տվյալների անվտանգությունը պաշտպանելով։ Շնորհակալություն։ Պարոն Թունյան, հիմա ես հարց կտամ։ Խնդրում եմ այս երկու հարցերին մի քիչ որպեսզի հստակ լինի պատասխանեք, էլի առաջին։ Հիմա ասենք մի շաբաթ հետո, մի շաբաթից քաղաքացին մտավ համակարգ։ Ինչ եղավ։ Քաղաքացին մտավ համակարգ, որպեսզի լրացնի։ Հարց առաջին. Ինչն է ինքնաշխատ լրացված ինքը տեսնելու։ Օրինակ ես գիտեմ, որ աշխատավարձը ինքնաշխատ լրացված տեսնելու է։ Էլ ինչն է տեսնելու։ Եվ երկրորդը. դե ասենք, որ եթե աշխատավարձից բացի այլ եկամուտ չունի, կարող է նույնիսկ չմտնի, որտեղ դե ինքնաշխատ լրացված է, կհամարվի դա հաստատված, եթե չմտնի համակարգ։ Բացի աշխատավարձից էլ ինչն է համարվում եկամուտ։ Խնդրում եմ այս երկու հարցերին պատասխանեք եւ երրորդ հարցն էլ ունեմ, էլի, քանի որ ժամանակ կա հարցնելու։ Ասում եք, որ բարեկամների միջև փոխանցումները տրամաբանական կլինի, որ չհայտարարվեն։ Սա երբ է ուժի մեջ մտնելու եւ ով է համարվում բարեկամ այս կարգավորման տեսանկյունից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ռուբինյան։ Ուրեմն քաղաքացին երբ մտնի եկամուտների հայտարարման համակարգ, ինքնաշխատ լրացվելու է աշխատավարձը, ինքնաշխատ լրացվելու է թոշակը կամ կենսաթոշակը, դրա համար մենք պետական եկամուտների կոմիտեին որոշակի հնարավորություն ենք տալի եւ քաղաքացու համաձայնության դեպքում ինքնաշխատ լրացվելու է նաեւ ավանդներից ստացած եկամուտները։ Հիմա երկրորդը ինչ կարող է լինել, բազմաթիվ դեպքեր կան, որոնք են հարկվող եկամուտ, ասում սկսած օրինակ տունը վարձակալություն տալուց, մինչև որևէ միջոցառման հանդիսավար աշխատելու դիմաց ստացած վճարները, այսինքն այն բոլոր եկամուտները, որոնք որ ենթակային հարկման, դրանք հայտարարագրման համակարգի ընդունման, չընդունման հետ կապ չունեն, այսինքն այդ եկամուտները մեր օրենսդրությամբ միշտ հարկման ենթակա են եղել եւ այդ առումով որևէ բան չի փոխվում, բայց մենք պետական եկամուտների կոմիտեի եւ ֆինանսների նախարարության հետ համատեղ կարծում եմ մի հատ հասկանալի ցանկով տեղեկան կհրապարակենք, որպեսզի մարդկանց համար հասկանալի լինի։ Միգուցե մարդը որ չգիտի, որ օրինակ եթե մեքենաների վերանորոգման կամ տների վերանորոգման զբաղվում ու դրա դիվանց եկամուտաստանը պիտի հայտարարագրի եւ դրա համար եկամտահարկ վճարի եւս մեկ անգամ կասենք այդ ամեն ինչի մասին եւ ոչ թե բարեկամների միջեւ, պարոն Ռուբինյան, այլ ընտանիքի անդամների միջեւ, ընտանիքի անդամների ընտանիք հասկացություններ օրենքով, ընտանեկան օրենսգրքով սահմանված է, դրանք են առաջին կարգի հարազատները, այսինքն ծնող երեխա, քույր, եղբայր, մենք այդ ցանկին ավելացնում ենք նաև
օրինական ամուսիներին, օրենքի մեջ մանրամասն թվարկված եւ կառավարության մեր գործընկերները նաեւ առաջարկում են այդ ցանկին ավելացնել նաեւ պապիկների եւ տատիկների կողմից թորնիկներին ուղարկվող փոխանցումներ, ինչը կարծում եմ պիտի ինչ մի ընդհատեք, պարոն Ազյան, դուք էլ մի արձագանք եք, պարոն Թումանյան։ Շատ լավ, պարոն Թումանյան, շնորհակալ եմ, բայց մի հարց բաց մնաց։ Հիմա այդ ձեր նկարագրած երկու նոր հանգամանքը, մեկը, որ ընտանիքի անդամների միջև փոխանցումները հայտարարման ենթակա չի լինի, եւ երկրորդը, որ եթե քաղաքացին թույլտվություն տա, նաեւ բանկային ավանդների տոկոսները ինքնաշխատ կլրացվի։ Սա երբ ուժի մեջ մտնում։ Որտեղ օրինակ ես մի քանի օր առաջ լրացրել եմ, ավանդը ինքնաշխատ չէր լրացվել, ես ձեռքով եմ լրացրել։ Պարոն, որտեղ դրա համար օրենսդրական համապատասխան փոփոխություններ անհրաժեշտ լինելու, դա ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 1-ից հետո։ Այսինքն մենք դրա համար ենք այս նախագծը։ Կներեք, էլի 1000 ներողություն, ինչի՞ եմ ես հարցը տալիս։ Մարդ կա, ասենք, այս պահին չի լրացել, ինքը գիտի, որ ժամկետը նոյեմբերի 1-ն է։ Հիմա այսօր այդ մարդը, որը գիտի, որ ժամկետը նոյեմբերի 1-ն է, ինքը ինչ անի, ինքը համարի, որ բանկային ավանդը եթե լրացված չի, բան պետք չի անել, կամ համարի, որ եթե բարեկամի փոխանցում եղել է, հիմա ինքը, ասենք, հոկտեմբերի 30-ին, ինչ պետք է անի այդ մարդը։ Այդ մարդը կարող է մի որոշ ժամանակ սպասել, ոչինչ չանել, օրենքը կընդունվի, պետական եկամուտների կոմիտեն համապատասխան տեխնիկական այդ հնարավորությունը կընձեռի եւ դրանից հետո եթե քաղաքացին արդեն մուտք կգործի պետական եկամուտների կոմիտեի համակարգ, նկատի պիտի ունենանք, որ շտկելու հնարավորությունը միշտ կա, այսինքն ամեն դեպքում այդ ինքնաշխատ տարբերակը, որ լրացվում է, այդ ինքնաշխատ տարբերակը լրացնելու համար որոշակի ժամանակ է պահանջվելու պետական եկամուտների կոմիտեից, այդ ժամանակահատվածի ընթացքում այդ շտկումները կարող են եւ կատարվել։ Նոյեմբերի 1-ը վերջնա ժամկետը, պարոն Ռուբինյան։ Դուք նկատում եք, որ քաղաքացին ամեն դեպքում ուզում է մտնի, լրացնի իր ձեռքով։ 1000 ներողություն, էլի կարգը խախտում եմ, բայց կարծում եմ սա շատ կարևոր է, էլի մարդիկ հասկանան։ Այս բայդրությամբ վերջնաժամկետը հայտարարագիր լրացնելու նոյեմբերի 1-ն է, ճիշտ է։ Հիմա դուք ասում եք նոր կոմպոնենտները ավելանում, հեշտանում է մարդու գործը, օրինակ բարեկամների միջև բանը, այդ փոխանցումները էլ պարտադիր չի լինելու լրացնել։ Բայց դա դեռ պետքա ուժի մեջ մտնի։ Հիմա մարդու տեսանկյունից, քաղաքացու տեսանկյունից ինքը գիտի, որ հայտարարագիր լրացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է։ Հիմա հոկտեմբերի 30-ին, եթե ինքը լրացնում է, ինքը պարտավոր է բարեկամների, ընտանիքի անդամների միջև հայտարարագիրը, փոխանցումները լրացնի, թե չէ։ Ընտանիքի անդամների միջև հայտարարագրելու բան չկա, այսինքն փոխանցումներ չի հայտարարագրի, բայց բանկային ավանդներից ստացած եկամուտը ինքնաշխատ տարբերակով այս պահին դեռևս հասանելի չի լինի։ Այո, եթե այս պահին բանկային ավանդ ինքը ունի, պիտի նկատի ունենալ, որ այդ տեխնիկական հնարավորություն դեռևս չկա։ Բայց նկատի ունենանք, որ եթե քաղաքացին անգամ չլրացնի, այդ եկամուտը հարկման ենթակա չի եւ ինքը կարող է այդտեղ ցանկացած ժամանակ շտկում կատարել եւ ավելացնել։ Պարոն Թումանյան, պետք է խնդրեմ, բայց նաեւ բեկի գործընկերների հետ այս հարցերը հանրային կոմունիկացիա։ Մենք հարգելի գործընկերներ, ուրեմն հարակից եկուցողը ֆինանսների նախարարը այդ մասով կպատասխանի, բայց քանի որ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչը նիստին լիագումար չէր կարող մասնակցել, մենք հանձնաժողովի նիստին պեկից էլ ենք հրավիրել եւ տեխնիկական ու այդ տիպի հարցերին, եթե կլինեն, խնդրենք կպատասխանեն ու կպարզաբանեն։ Շնորհակալություն եւ ներողություն կարգը խախտելու համար։ Գեղամ Մանուկյան։ Պարոն Թումանյան, դեռ ելույթում կանդրադառնամ նախընտրական չի, պարտադրանք չի, բայց իմ հիշողությունը շատ լավն է։ Հունվար ամիս կարծեմ Քարորյանի տուն Թաթևոս Ավետիսյան հարգելի այսօր բացակայում է այդտեղը փորձեմ լրացնել, թեև հաստատ չեմ կարող։ Թաթևոս Ավետիսյանն ասում աղբե, տասնյակ հազարավոր մարդիկ ստանում են մենակ աշխատավարձ, որը հարկայինը տեսնում է։ Որն է նպատակը ձեր ներդրած պարտադիր հայտարարման, եթե հարկայինը մեկ այդ թվերը ունի։ Եվ բազմաթիվ հիմնավորումներ այստեղ ներկայացրեցին, որ իզուր քաղաքացուն ծանրաբեռնում եք։ Գունավոր այստեղ այնքան պարզաբանումներ մտցրեցին, որ չէ, սա պարտադիր է։ Ու մտցրեցիք այս օրենքը, այնտեղ ամեն անգամ ինչ-որ զիջում բան։ Ուզում եմ հասկանամ, պարոն Թումանյան, այսօր հոկտեմբերի 24-ն է։ Ինչը ստիպեց, ինչի հիման վրա
դուք եւ կառավարությունը կամ քաղաքական մեծամասնությունը նոյեմբերի 1-ից մի քանի օր առաջ կամ մի քանի շաբաթ առաջ եզրակացրեցիք, որ անիմաստ է տասնյակ, եթե չասեմ 100,000-ավոր քաղաքացիների պարտադրել, որ իրենց աշխատավարձը, որը հարկայինը մեկա տեսնում է, կրկնակի անգամ չհայտարարագրեն եւ հարկայինը մեկա այդ բոլոր շարժերը տեսնում է, որն է եղել այն հիմնական պատճառը, ժողով է կարել, քաղաքացիներ են բողոքել, թե մոտ 700 քանի հազար քաղաքացիներից մոտ 100,000-ն է միայն հայտարարագիր լրացրել, դուք հասկացել եք, որ նոյեմբերի 1-ին տապալված մի համակարգի փաստի առաջ է կանգնելու, որովհետև կրկնում եմ, մեծ մասը քաղաքացիների, 100,000-ավոր քաղաքացիներ ուղղակի այդ որոշումը հաշվի չեն առել եւ չեն լրացրել։ Պարոն Մանուկյան, ախր սկզբի ելույթում նշեցի, որ այս որոշումը կայացվել է ոչ թե ինչպես դուք եք ասում նոյեմբերի 1-ից 1-2 շաբաթ առաջ, այլ այս քննարկումը սկսել է շատ ավելի վաղուց եւ դեռ ասում եմ այս տարվա սկզբին մենք ասել ենք, որ նման փոփոխություններ ենք անելու։ Այսինքն առնվազն 7-8 ամիս առաջ այս փոփոխությունների մասին ասել ենք, եթե մի քիչ էլ հետ գնաք ու օրինակ նայեք մեր ելույթները իմ եւ մեր գործընկերների, օրինակ ասել ենք, որ հաջորդ տարի երբ թոշակառուները կսկսեն հայտարարագիր լրացնել, պարզ է, որ իրենց համար շատ ավելի բարդ է լինելու, քան ավելի երիտասարդ սերնդի համար այդ հայտարարագիրը լրացնել, ասել ենք, որ մենք համապատասխան լուծումներով հանդես կգանք եւ հիմա այդ լուծումներով հանդես են գալիս։ Ինչ վերաբերում է, որ ասում եք մարդիկ միայն աշխատավարձ են ստանում, այսպես թե այնպես պետական եկամուտների կոմիտեն տեսնում է, ուրեմն հիմա հստակ վիճակագրությունները ձեզ չեմ կարող ներկայացնել, բայց երկրորդ ընթերցմանը կներկայացնեմ։ Մենք ունենք արդեն հստակ թվեր, որ քաղաքացիները սեփական նախաձեռնությամբ եկամուտների հայտարարագրման համակարգի մեջ նշել են եկամուտներ, որոնք պետական եկամուտների կոմիտեի համար հասանելի չեն եղել եւ տեսանելի չեն եղել։ Այսինքն ի տարբերություն եւ ի հեճուկս ձեր տեսակետի կան շատ քաղաքացիներ, որոնք թաքցնելու բան չունեն, պետությունից թաքցնելու եկամուտներ չունեն, նման ցանկություն չունեն եւ եկամուտների հայտարարման համակարգը շատ հարմար հարթակ է, որտեղ քաղաքացին կարող է իր եկամուտների մասին տեղեկացնել եւ համապատասխան հարկերը վճարել։ Այսքանը։ Արձագանք։ Պարոն Թունյան, այսօր ամսի 24-ն է, լավ երկու քվեարկությունով այսօր ընդունեցիք։ Նախագահին եք ուղարկում վավերացման, 10 օրյա ժամկետ։ Վագնա Խաչատրյան որոշել է, որ Ճապոնիա մի հատ պետք է գնա, մի հատ Ավստրալիա, մի հատ էլ Կանադա կգնա կանիները կտեսնի, հետ կգա, 10 օր ինքը պետք է մտածի, ճիշտ է այս օրենքը վավերացնել, թե չէ։ Ամսի 24-ն է, նոյեմբերի 1-ը անցել ենք, երբ որ վավերացվեց։ Նոյեմբերի 1-ով ձեր ընդունած օրենքով, ով չի ներկայացրել պարտադիր այդ հայտարարագիրը, տու գանվում ա։ Հիմա, նոյեմբերի 1-ին, այս փոփոխությունը եթե վավերացված չեղավ, դեռ չեմ ասում են մյուս քաղաքացիները 100,000 կամ տասնյակ հազար, չգիտեմ թիվը, որը էլի չեն ներկայացրել այդ բանը հայտարարագիրը։ Նոյեմբերի 1-ի դրությամբ մենակ աշխատավարձ ստացող քաղաքացիները տուգանվելու են, թե չէ, թե ձեր համար օրենքը կախված իրավիճակ, այսօր գործադրում եմ, վաղը չեմ գործադրում։ Պարոն Մանուկյան, կներեք, հիմա պատասխանեմ, թե չպատասխանեմ։ Պարոն Մանուկյան, նախագահը կհասցնի ստորագրել, կարծում եմ, մանավանդ, որ եթե մի քիչ, մի րոպե, պարոն Եղան, Պարոն Եղոյան, շատ իմաստուն խոսքեր եք արտահայտում, բայց պետք չի տեղից արտահայտ։ Պարոն Եղոյան, նստեք։ Պարոն Մանուկյան, դադարեցրեք, պարոն Թունյան, շարունակեք։ Ուրեմն նախագահը կարծում եմ կհասցնի ստորագրել, սա մեկ, որովհետև այս մասին այդպես հանկարծակի այսօր չենք վերկացելու խոսում, եթե մենք մի քիչ ելույթներ ունենանք, հնարավոր է մի օր էլ ավել շահենք այդտեղ, հիմա ունենք այն ինչ ունենք, եթե չհասցնի նախագահը ստորագրել ձեր ասած այդ վատագույն տարբեր, պարոն Եղոյան, թողեք պատասխանեմ, էլի, համել թողեք, թող պարոն Մանուկյանը լսի։
Եթե չհասցնի նախագահը ստորագրել, ասենք ստորագրի նոյեմբերի 3-ին կամ նոյեմբերի 5-ին, նախ չեմ կարծում, որ պետական եկամուտների կոմիտեն կհասցնի այդ ընթացքում արագ քաղաքացիներին պատասխանատվության ենթարկել, եւ եթե անգամ պատասխանատվության ենթարկած լինի, օրենքը քանի որ բարելավող է, ինքը ունի հետադարձ բարելավող ազդեցություն եւ այդ տուգանքները ավտոմատ չեղարկվելու են։ Այսինքն, եթե անգամ հանրապետության նախագահը մինչեւ նոյեմբերի 1-ը չհասցնի այս նախագիծը ստորագրել, ամեն դեպքում մեր համակարգացիները հայտարարի չլրացնելու համար նոյեմբերի 1-ից հետո պատասխանատվության չեն ենթարկվելու։ Բայց ես ինչքան գիտեմ, Հայաստանի Հանրապետության նախագահը կհասցնի ստորագրել, այսինքն մենք հիմա խոսում ենք ենթադրյալ մի ռիսկի մասին, որի ազդեցությունը իրական շատ փոքր է։ Արման Ղազարյան։ Պարոն Թունյան, նախորդ ձեր բերված օրենքը որ կար, հայտարարման հետ կապված, ցենց էլի հիմնավոր ձևի դուք պնդում եք, որ ամեն ինչ լավ է լինելու եւ այլը, առանց նեց հանրության հետ շահագրգիռ մարդկանց հետ քննարկելու, հիմա նաև այնքան ամառություն չունեք, որ սխալը չեք ընդունում, ասում եք, այս ընդդիմության բարձրացած սխալի արդյունքում չենք օրենսդրական փոփոխություն բերել եւ կապում եք տեխնիկական բնույթի հետ։ Այդ նույն տեխնիկական բնույթը հիմա էլ կա։ Եթե չի կարողանում մտնի ավանդը լրացնի, ID card չունի կամ բան չունի, ո՞նց է լուծվելու այս խնդիրը։ Եվ դուք ձեր զեկույցի ժամանակ ասեցիք, որ ընտանիքների միջև փոխանցումները հայտարարման հետ կապված ընտանիքների դեռ այս փուլում չի լուծվելու։ Ինչքան ես հիշեցիք, դուք ասեցիք դա էլ ընթացքի մեջ է, փորձենք լուծել։ Ձեր ոչ ճիշտ կառավարման արդյունավետ կառավարման արդյունքում բազմաթիվ հայրենակիցներ գնացել են արտագնա աշխատանքի եւ իրենց ընտանիքներով ապրուստի միջոցները օգնում են ռդաշտությունում։ Դուք պարոն Սուքիասյանի հարցին պատասխանելուց ես չհասկաց, ուզում եմ հստակեցնեք, մարդը գնացել է Ռուսաստան եւ իր խնայված որոշակի միջոցներից մեկ անգամյա փոխանցումով 320,000 դրամին համարժեք ռուսական ռուբլի է փոխանցում իր քրոջը կամ իր տատիկին, պապիկին։ Կոնկրետ ստեղ նոյեմբերի 1-ից գործող ձեր օրենսդրական փոփոխությամբ այդ գումարները հայտարարման ենթակա են, թե ոչ։ Ասում եմ 310,000 դրամին համարժեք գումար է փոխանցում ռուսական ռուբլի իր քրոջը, իր օրքուրի, որոնք ընտանիքի անդամներ չեն կամ տատուն, պապուն։ Դրանք հայտարարման ենթակա գումարներ են, թե ոչ։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, հարցի համար։ Ուրեմն շեշտ ենք, էլի հստակեցնենք, ես չեմ ասել ընտանիքների միջև, ընտանիքի անդամների միջև ու հստակեցեցի, որոնք են ընտանիքի անդամները, որոնց միջև փոխանցումները հայտարարման ենթակա չեն լինի։ Ընտանիքի անդամներից դուրս բարեկամների միջև ձեր նշած հորաքույր, մորաքույր, ընկերոջ հորաքույր, այդ տիպի փոխանցումները պետական եկամուտների կոմիտեի առաջարկությամբ կառավարության որոշումով սահմանաչափ է դրված։ Այս պահին 300,000 դրամ է, եթե դրանից ավել է, հայտարարման ենթակա չէ, բայց ուզում եմ հիշեցնել, որ հիմնական շահարկումը գնում էր այդ եկամուտների հարկելու վերաբերյալ, ու այստեղ ուզում եմ հստակ նշել, որ այդ եկամուտները հարկման ենթակա չեն եղել եւ չեն լինելու։ Եվ վերջին հանգամանքը, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ենք նախագիծը դրել շրջանառության մեջ, այդ մի քիչ առավելություն է մեզ տալիս, որ ձեր հարցերին ի տարբերություն կառավարության մեր գործընկերների, որոնք մի քիչ ավելի կաշկանդված են, համարժեք պատասխան են։ Այդ որ հարցի մեջ դնում եք, որ ձեր ղեկավարման արդյունքում Հայաստանը լքած բազմաթիվ քաղաքացիներ ընտանիքների գումար են ուղարկում, վիճակագրությունը հանեք, թե 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունից քանի հոգի է գնացել ու մինչև 2018 թվականը քանի հոգի է Հայաստանի Հանրապետություն գնացել։ Այդ մեր հայրենակիցները, այն հսկա բանակը միգրանտները, որոնք Հայաստանի Հանրապետությունից գնացել են եւ այսօր իրենց ընտանիքները գոյատևում են իրենց ուղարկած գումարների հաշվին կամ օգտվում են այդ գումարներից, այդ բանակի ձևավորման պատասխանատուն ուղիղ, պարոն Ղազարյան, ոչ թե մենք ենք, այլ դուք, նկատի չեմ անձամբ դուք եւ ձեր գործընկերները։ Արձագանք։ Ես պարոն Թունյան ճիշտ ասած չի ուզում մտնել այդ դաշտ, քաղաքական առումով, բայց մտնեմ։ Դուք եք խոստացել, որ մինչև 26 թիվ 5 միլիոն մարդ ապրելու Հայաստանի Հանրապետությունում։ Հետ եք բերելու այդ մարդկանց։ Հիմա ռուսական տրանսֆերները, որ բացում նայում եք, ձեր այս բերած օրենսդրության արդյունքում մարդիկ վախից փողերը բանկային համակարգով չեն փոխանցում։
Եկել եք ստեղ ձեր բացերը փորձում եք, ես թվերով եմ ասում, բացեք վիճակագրությունը, այսօր այս դրական փոփոխության արդյունքում նախքին, ինչքան է ռուսական փոխանցումները Մարտունու տարածաշրջանում կամ Հայաստանի Հանրապետությունում քչած է գումարները, որտեղ անկախիկ եղանակով չէ, մարդիկ վախվխելով փոխանցում են, մտածելով, որ դուք էդի բերելու եք հարկեք, հարկման դաշտը փակեցինք մենք։ Ասում եք, որ չի հարկվելու, էդ իլ բոլորն էլ լսեցինք, տեսնեն, որ դա հարկվելու է, թե չէ այդ գումարները, բայց ինչ վերաբերում է արտագաղթին, այսօր փաստեր եմ ասում, Զոլակար համայնքը 400 ընտանիքներ 1350-ից դռները փակեք, գնացել են արտագնա աշխատանքի, վիճակագրությունը դուք էլ նայեք։ Այնպես ես ասում եմ, այդ տաշ չի ուզում մտնել, բայց որ դուք մտնում եք, դուք չեք բարելավել այդ նախորդներից ամենად։ Պարոն Ղազարյան, ուրեմն 2026 թվականին չենք խոստացել, 2050 թվականին ենք խոստացել, եթե չեմ սխալվում։ Դե մի քիչ չի, մի 2 տասնյակ տարի է, այդ մեկ։ Հա։ Երկրորդը Հայաստանի Հանրապետությունից արտագաղթի ամենամեծ ներհոսքը եղել է 90-ական թվականների սկզբին, հաջորդ երկրորդ ներհոսքը եղել է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին։ Ես ձեզ խոստանում եմ այդ վիճակագրությունը հանել եւ ձեզ ներկայացնել, իսկ ինչ վերաբերում է դրամական փոխանցումների նվազմանը, այդ որ ասում եք նվազել են ինչ պատճառով, եթե այդ պատճառների մեջ էլ խորանա, կարող է պարզվի, որ Հայաստանի Հանրապետության մերեն քաղաքացիները, որոնք որ Ռուսաստանի Դաշնությունում հիմնականում աշխատում էին, այլևս այդքան բավարար եկամուտներ չունեն, ինչ-ինչ պատճառներով պայմանավորված, նրանց մի մասը հետ է եկել Հայաստանում աշխատելու եւ Հայաստանում են իրենց եկամուտները ստեղծում եւ անգամ ունեցել ենք որոշակի ժամանակահատված, երբ Հայաստանից Ռուսաստան փոխանցումների աճ են ունեցել, այսինքն մի բան էլ այստեղ են այնտեղ փող ուղարկել, այստեղից այնտեղ։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, ինչի՞ եք։ Հա, ուրիշ բան ինչ կապ ունի, տեղից ինչ եք կորում։